2024 թվականի տարեվերջին մեկնարկել եւ արդեն վերջնագիծն է հատել Սևան համայնքի Սևան քաղաքի փողոցային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ սուբվենցիոն ծրագիրը, որի արդյունքում բարելավվել եւ ընդլայնվել է Սևան քաղաքի գիշերային լուսավորության ցանցը։ Աշխատանքների ընթացքում տեղադրվել է 261 հենասյուն եւ 290 լուսատու, որն ընդգրկել է մոտ 8000 գծամետր տարածք։ Այս ծրագրով Սևան քաղաքի եւս 17 փողոց եւ 7 բակային տարածք արդեն ապահովված է LED լուսավորությամբ եւ արդեն գործում է ընդլայնված ցանցը, որը դարձել է իրողություն համայնք-պետություն հերթական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Այդ փողոցները կամ բակային տարածքներն են գործարանային, երիտասարդական, ձկնորսների, Մհեր Մկրտչյան, Օրբելի առաջին նրբանցք, Սայաթ Նովա, Նալբանդյան 38, 41, 43 բակային հատված, Աբովյան, Ռաֆի, գործարանային 226, Նայիրյան 181, Նայիրյան 8 եւ 64, Շիրազ, Ռուսական, Քրքորյան, Կարմիր բանակի, Դեմիրճյան եւ Սարգիս Սևանեցի, Իսահակյան առաջին նրբանցք, Փափազյան, Փափազյան 9-1, Կոմիսարների, Իսակովի փողոցները։ Ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը 70 միլիոն 781 հազար 332 դրամ է, որից 28 միլիոն 312 հազար 533 դրամը համայնքային ներդրում է, 42 միլիոն 468 հազար 799 դրամը համաֆինանսավորվել է պետական միջոցներից։ Իրականացված ծրագրի շրջանակներում լուծվել է քաղաքի համար առաջնահերթություն ներկայացնող եւս մեկ խնդիր, նպաստելով փողոցների եւ տարածքների անվտանգության հարմարավետության ապահովմանը։ Հավելենք, որ այդ փողոցներում եւ բակային տարածքներում չի եղել լուսավորության ցանց կամ տասնամյակներ շարունակ ցանցը չի շահագործվել։ Սուրեն Բարսեղյան, Արմեն Ղուկասյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամահոր։